եւ շնորհակալություն դատական process-ները երկար ժամանակ հետեւողականորեն լուսաբանելու համար։ Մեզ շատ լավ հայտնի է, որ իրավական process-ները շատ հաճախ տևական եւ ձանձրալի են լինում։ Շնորհակալություն ձեր մասնակցության համար։ Որոշակի ժամանակահատված անցել է մեր նախորդ հանդիպումից եւ անհրաժեշտություններ առաջացել գտնել ինչ-որ պատուհան հայաստանյան դրահոսի իրավիճակում ձեզ ներկայացնելու եւ ընթացիկ զարգացումներ եւ այն ամեն ինչ տեղի ունեցել այս ընթացքում նաեւ անդրադառնալու այնպիսի հարցերի, որոնց հնարավորություն չէինք ունեցել նախկինում անդրադառնալ, հատկապես բարձր պաշտոն զբաղեցնող իրավապահների հրապարակային հայտարարություններին, թե առանձին արտաքներում ներկայացրել ենք, բայց կարիք կար նաեւ որոշակի հարց ու պատասխանի ձևով այդ ամենը նորից ձեզ ներկայացնել։ Մասնավորապես այսօր ուզում ենք արտադատական կարգով հետ կիսվել մի փաստաթղթով, որը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը հայտարարել էր որպես Բաղդադ Սրբազանի ձեռքով գրված ահաբեկչության պլան։ Ընդ որում ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրեմ, որ երբ որ գործը նոր էր հարուցվում եւ քննչական կոմիտեն, Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ նրա տարբեր սատելիտներ անընդհատ ինֆորմացիայով գրոհում էին հասարակությանը, այս փաստաթուղթը ընդհանրապես այն ժամանակ չի իրամցվել, թե օրինակ արմատուրավենի կտորները հրապարակում էին, որն էր պատճառը, որ այս փաստաթուղթը իրականում կարևորություններ չուներ, որևէ բան էլ չէր հուշում, բայց հետագայում երբ որ մեր կողմից մի քիչ քննադատական խոսք հնչեցվեց բարձր պաշտոններ զբաղեցնող իրավապահների հասցեին, մասնավորապես մատնանշելով, որ քննչական կոմիտեի նախագահը սուտ տեղեկություններ է հաղորդում հանրությանը, ենթադրում եմ ցանկություն առաջացավ ինչ-որ լրացուցիչ տվյալներով իր դիրքը ամրապնդելու եւ հերթական անգամ ենթականների մատուցված կեղծ տեղեկատվությունը փորձեց ազգային ժողովում քննչական կոմիտեի նախագահան ներկայացնել, վստահաբար պնդում կատարելով, որ գործում արկա է Բաղդադ Սրբազանի կողմից գրված փաստաթուղթ, նախ ցանկացած իրավաբանի եւ առավել եւս իրավապահի, քննիչի, քննչականի պետի համար շատ ակնհայտ պետք է լիներ, որ այդպիսի պնդում կատարելու համար դրա վերաբերյալ պետք է ունենալ անխոցելի ապացույցներ, մասնավորապես միակ տարբերակը, որով կարող էր պնդել, որ այս կամ այն փաստաթուղթը գրված է Բաղդադ Սրբազանի կողմից, դա կարող է լինել միայն դատաձեռագրաբանական փորձաքննության միջոցով։ Նման փորձաքննություն երբևէ ոչ նշանակվել է, ոչ փորձ է կատարվել նման ընթացակարգով պարզելու եւ իրականում ցանկացածը կարող է վերցնել այս տեքստը եւ համեմատել Բաղդադ Սրբազանի ձեռագիր որևէ գրության հետ, որը քիչ չի նաեւ սոցցանցերում արկա է, հատկապես հայերեն հատվածը եթե նայենք, ոչ մասնագետի համար էլ միանգամից ակնհայտ կլինի, որ դա իր ձեռագիրը չի։ Մենք այսօր նաեւ ուզում ենք ներկայացնել այն իրավիճակը, ինչպես հայտնաբերվեց այս փաստաթուղթը եւ ինչի մասին էր այն։ Այստեղ իհարկե փաստաթուղթը անգլերեն լեզվով է։ Հա, փաստաթուղթը անգլերեն լեզվով է։ Այստեղ կարող եք տեսնել, որ այնպիսի աշխարհաքաղաքական դերակատարներ են ներկայացված, ինչպիսին օրինակ Ռուսաստան, Բելարուս, Իրան, Չինաստան, Վրաստան, Հնդկաստան, Կիպրոս, Իսպանիա, իրենք ամբողջ պետքա ներգրաված լինեն այս պլանի մեջ, այո, ներքևում նշված է, որ պետքա ներթափանցել թշնամի երկիր եւ գերի վերցնել 150-ից 250 հազար քաղաքացիական անձ։ Մենք դիտմամբ այս փաստաթուղթը չենք թարգմանել, որովհետեւ փառք Աստծո ներկա ժամանակներում անգլերենի հետ խնդիր չունենք, ուզեցինք, որ հենց սա այսպես հրապարակվի եւ ձեռագրի տարբերությունները եւ բովանդակության անհեթեթությունը, որպեսզի եւ ձեզ եւ հանրությանը հասկանալի լինի, ու այս տեսակ փաստաթղթերին, որոնք հայտնի էլ չեն, թե ոնց են հայտնվել այդ տարածքում, ինչպիսի կարևորություն կարող են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով տալ այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսին քննչական կոմիտեի ղեկավարն եք։ Սա իրականում մեծացրած տարբերակն է, որպեսզի ձեր համար տեսանելի լինի։ Ինքը եղել է այսպիսի մի տետրի կազմի վրա գրված բան,
որը այսպես մենք հետո նաև կնայենք տեսանյութը, թե ինչպես է ինչ-որ տրցակներից դա սա խուզարկությամբ հայտնվել է Բագրատ Սրբազանի կեցավայրից, մենք այդ տեսագրությունը կնայենք, թե ինչպես է հայտնաբերվել, այսինքն բազմիցս նշել են նաև Սրբազան պայքարի աջակիցները, որ շարժման ամենաակտիվ օրերին, երբ որ մեծ ժողովրդականություն էր վայելում, հազարավոր, հարյուրավոր մարդիկ մոտեցել են, ինչ-որ թղթեր են փոխանցել Սրբազանին, որպես Հայաստանի փրկության պլան եւ այլն։ Այդ թղթերը ինչ-որ միտեղ հավաքվել են, մնացել են, չգիտեմ։ Տրվում էին, այո, նույնիսկ լրագրողներն են տեսել եւ այսպիսի մի փաստաթուղթ անհայտ ծագումով, բնականաբար ոչ մի իրականության հետ աղերս չունեցող, դրվել է քննչական կոմիտեի կողմից, այն ղեկավարի կողմից այդ հայտարարությամբ, որ սա իր ձեռքով գրված փաստաթուղթ է։ Բագրատ Սրբազանը այդ փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չէ։ Չէ։ Բացարձակ ինքը քրեական գործի նյութերի Այդ դա Բագրատ Սրբազանի ձեռքով գրված սևագիրն է, թե մաքրագիրն է, որտեղ ոնց որ տեսնում են ոչ մի բան չկա, էլի, ջնջում բան չկա, շատ մաքուր արտադրված է, դա ինչ են ասում, որն է, մաքրագիրն է, թե սևագիրն է։ Իրականում քրեական գործի նյութերում առհասարակ արկա չէ որևէ քրեադատավարական վերլուծություն բովանդակային, թե ինչ դեր ունի այս փաստաթուղթը այդ ենթադրյալ մեղադրանքի հետ։ Սա այդ կեցավայրից հայտնաբերված մեխերի, գունավոր ծխերի եւ այլ ապացույցների հետ միասին դրվել է որպես հերթական մի ապացույց քրեական գործում առանց որևէ մեկնաբանության։ Բագրատ Սրբազանը սովորաբար հայերենով գրառումներ անում, չգիտեմ, ինչ-որ նշումներ, թե ունի անգլերեն ինչ-որ գրառում։ Վերջին դատական նիստի ընթացքում ասաց, որ հատուկ սա գրել է Արտուր Սարգսյանի համար, որտեղ անգլերենը մենակ Արտուր Սարգսյանն է գրել։ Արտուր Սարգսյանը։ Թիմագիտերից, որպեսզի թիմի ներսում հասկանալի լինի, թե ինչի մասն է խոսքը։ Իհարկե, բնականաբար սա հումոր է։ Սովորաբար, իհարկե, Բագրատ Սրբազանը ունի անգլերենին գերազանց տիրապետում է, մագիստրոսի կոչում ունի Անգլիայի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկից, բայց առօրյա կյանքում իր գրառումները նախընտրում է կատարել մայրենի լեզվով։ Այսինքն չէր կանթացել Բագրատ Սրբազանը այս թուղթը մինչև հայտնաբերել է։ Ոչ։ Տեսանյութը դիտելիս կտեսնենք այդ բանը, որ ինքը նույնպես առաջի անգամ ոնց որ ծանոթանում են ինչ-որ իր դարակների տակից մի տեղից անում է եւ Բայց ցույց սրա տալիս։ հիման վրա հայտարարում էր մի ամբողջ իշխանություն, այդ թվում առողջապահության նախարարը, քննչական կոմիտեի նախագահը, որ տեղացի պլան կա։ Ընդ որում, եթե հիշում եք, մի հատ էլ տենց բան կար, ժողովրդական անցման պլան կոչված, որ հենց անձանց բռնելու նախորդ օրը տարածվեց եւ սահքապայական դաշտը 10-20 էր տարածել, որ հեղաշրջում է պատրաստվում, բայց կարճ ժամանակ անց պարզվեց, որ դրա վերևի հատվածը փակ էր եւ տարեթիվը նշված էր 224։ Այս փաստաթղթի տակն էլ նշված է, որ նախնական մտածումներ դեկտեմբեր 23 թվականից եւ այս պլանը գրած է XX 2024, այսինքն ենթադրաբար, չգիտեմ, 27։ Որ սա խոսքերի մասին խոսվել է նախորդ տարի հաշվետվության ժամանակ, երբ քննչական կոմիտեի նախագահը խորհրդարանում հաշվետվություններ տալիս, ճիշտ եմ հիշում վառացի, որ այո, ինքը սեփական ձեռքով գրել է ադրության պլան։ Այո, խոսքը սրա մասին է։ Այդ կողմնալուներ առանց դերակատարական փորձակնության։ Այո։